4 տարին է այստեղում, 4 տարին տորպեդահարվում են բյուջեի կատարական այն հատվածները, որոնք վերաբերում են եկամուտները եւ նախարարները եկամուտներից չեն ասում։ Միշտ բյուջեն, ցանկացած բյուջե երկու մասի կապված։ Բացարձակապես չի բավարարում։ Պարոն Ջանջուկասյանի ասածը, օրենքները այսպեսին են, նույնիսկ եթե այդպեսին են, նախ այդպեսին չեն, երկրորդը եթե այդպեսին են, դա նշանակություն չունի, հարց ենք տալիս ոլորտում ինչքան եկամուտ է գոյացել, պետք է ստանանք պատասխան։ Դա մեր իրավունքն է։ Եվ դրա հետ կապված նորից ձեր ոլորտի հետ կապված ունեմ ձեզ ուղղված երկու հարց։ Ինչքան եկամուտ դիտար բյուջեին ոլորտը եւ ինչքան է տվել։ Այս ոլորտի տարբերություն մյուս ոլորտների ըստ ձեր թվերի աճել է 11.5%։ Եվ երկրորդ հարցը։ Կառավարությունը հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքար։ Մանր կոռուպցիայի դեմ պայքար։ Մանր բաներ կային մեքենաների հետ կապված, բայց եկեք լրջանանք մի քիչ։ Այս թվերի, որոնք վիճակագրության վարչության պետը ասում են, որ դուք եք այդ թվերը տվես, այն ինարս է, որ ես ձեզ ոլորտ տարին խնդրում եմ ուշադրել լինեք այդ թվերին։ Արտադրվել է հանրապետությունում 769,000 տոննա կարտոֆիլ։ Դա 769 միլիոն կիլոգրամ է։ Դա մեկ շնչին ընկնում է օրը 1 շնչին ընկնում է համարյա թե 2.998,000 բնակչությունն է եղել մշտական, իսկ արկա բնակչությունը եղել է 2.776,000։ Միայն կարտոֆիլ ամեն մեկս կերել է մոտ 300 կիլոգրամ։ Հաջորդը արտադրվել է 638,000 տոննա ցորեն։ Դա 638 միլիոն կիլոգրամ է։ Եվ 3.5 անգամ ավել, քան թե կոմունիստների ժամանակ արտադրվում էր 1989 թվականին։ Կարտոֆիլն ավել է 3.5 անգամ։ Հաջորդը արտադրվել է 392,000 տոննա կամ 392 միլիոն կիլոգրամ միրգ։ 392,000 տոննա։ Դա կատարվում է ամեն մեկից վրա 130-140 կիլոգրամ։ Ամեն մի բնակչություն։ Հաջորդը առաջ արտադրվում էր 400,000 տոննա, հիմա արդեն արտադրվում է 1,24,000 տոննա բանջարեղեն, դա 1 միլիարդ կիլոգրամ է։ Եվ վերջապես, արտադրվել է ըստ ձեր թվերի 286,000 բոստան, սովորաբար արտադրվում էր այն ժամանակները 100-120,000 տոննա, 286,000 տոննա բոստան։ Միայն բուսաբուծության արտադրանքների գումարը կազմում է 4 միլիոն տոննա կամ 4 միլիարդ կիլոգրամ։ Մեկ շնչին ընկնող արտադրությունը կազմում է 1149 կիլոգրամ եւ 40% ավել է, քան թե Ռուսաստանում։ Նույն թվերը ես հաշվել եմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար։ Միայն բուսաբուծություն։ Ինչ ենք անելու այս թվերը։ Ինչ ենք մենք խրախուսում գյուղատնտեսությունը, այդտեղ գեր արտադրություն է։ Բա 310,000 տոննա խաղողը, մի հատ մտածեք, ինչ ա եղել այդ խաղողը։ Նայեք հələ կոնյակի սպիրտի կամ սպիրտների արտադրության ծավալները։ Ձեզ քանի անգամ ասել ենք, բացի Երևանի կոնյակի գործանից, որը ընդունում է 30-ից 35,000 տոննա, մնացած ընդունում են 2,000 տոննա, գրում են 10-20։ Սա կոռուպցիա է, որտեղ ինքնարժեք ուռճացնում են, որ հարկ չտան։ Դուք էլ դրա համար ստիպված գրում եք 310,000 տոննա, երբ որ լավ գիտեք, որ արտադրությունը եղել է 140-150,000 տոննա։ Ինչ ենք անելու սա։ Ինչ ենք խրախուսում ել գյուղատնտեսությունը։ Բնակչությունը մեկը ամեն տարի 40-45,000 պակասում է։ Ինչ ենք ես ռուսերները ուղարկում գյուղատնտեսության աճին, խրախուսմանը, ֆերմերային տնտեսություններին։ Ես իդե մտքումս նաև հաշվի եմ արել էքսպորտի փոքրիկ աճը։ Ասենք 10,000 տոննայից մթերքների դառել է 30,000 տոննա, որը չինչին է, պարզապես ոչինչ է։ Այդ թվերի համակցությունը։ Նույն վիճ վարչությունից հետաքրքրվել եմ սննդի բալանսի մասով։ Կարտոֆիլը այնտեղ դրած է 250,000 տոննա, բայց 500-769-ից անց 250, այն 519,000 ուր է գնում։ Մենք պիտի կարգի բերենք ձեր հետ միասին, ես հույս ունեմ ձեր հետ համագործակցել, ոլորտը պիտի կարգի բերենք։ Մենք պիտի դուրս գանք ճիշտ թվերի վրա, ամեն տարի խելքներից ինչ պրտի չգրենք 11% աճ, 5% աճ, 15% աճ։ Սա պիտի վերջ տրվի, կոռուպցիայի պայքարը պիտի ստեղից սկսվի, համաձայն եք դրա հետ, թե չէ։ Պարոն Բագրատյան, ես սկսեմ առաջի հարցից, դուք տեղյակ եք, որ գյուղատնտեսության ոլորտը ամբողջապես կարելի ասել 100%-ով ազատված է եւ ավելացված արժեքի հարկից եւ ընդհանրապես հարկերից։ Հողի հարկ։ Ո՞նց է կատարվում։ Հարկերից ազատված է։ Հողի հարկը չնչին գումար է կազմում, դա այդքան մեծ գումար չի։
Իսկ ընդհանուր գյուղատնտեսության ոլորտը հարկերից ամբողջապես ազատված է այս վերջի 4 տարիների ընթացքում, ուրեմն ներկրված եւ սերմերը, եւ պարարտանյութը, եւ դիզվառելիքը, ամեն ինչ ազատված են։ Ջերմոցային տնտեսությունների կոնստրուկցիաները, ջերմոցի մեջ օգտագործող նյութերը, կենթանիները, տնկիները, ամեն ինչ ազատված է եւ արտադրությունը ամբողջապես։ Եվ մենք ունենք այնտեղ սահման, որ դրանից ավել է հարկվում, բայց մենք այսօր գյուղատնտեսության ոլորտում այդպիսի տնտեսություններ չունենք, որոնք հնարավորություն ունեն 115 միլիոնից ավել ապրանք արտադրելու։ Հաջորդ հարցը, որ հիմնական ցուցանիշներն էր վերաբերվում, ես ասեմ, որ այդ ցուցանիշները մեզ համար ցածր ցուցանիշներ են, եւ մենք մեզ համար ավելի բարձր նշաձող ենք սահմանել հետագա տարիների համար։ Ես ասեմ, որ գյուղատնտեսությունը մեր երկրում զարգանում է ինչպես ինտենսիվ, այնպես էլ էքստենսիվ եղանակով։ Վերջին տարիներին մենք միայն գյուղատնտեսության ոլորտում մեր եղած վարելահողերից լրացուցիչ մշակել ենք, կարելի ասել ավելի քան 100,000 հեկտար հող։ Եվ դրա հաշվին մենք ավելացնում ենք։ Վերջի տարիներին կազմակերպվել է պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում ներկրվել են հանրապետություն բարձր վերարտադրության սերմեր, էլիտային եւ սուպերէլիտային սերմեր, որոնք նպաստել են հենց հացահատիկի, ծորենի բերքատվության բարձրացմանը։ Այսօր մենք ասել ենք մի սահմանի, որը մեզ համար դեռևս այդ վերջին սահմանը չի, մենք հնարավորություն ունենք էլ ավելի ավելացնելու։ Կարտոֆիլին վերաբերյալ ես ասեմ, մեր կարտոֆիլի միջին բերքատվություն 1 ցենտների կազմում է 229 ցենտներ, 229 ցենտներ 1 հեկտարից։ Սա շատ նվազ բերք է համեմատած եվրոպական երկրների եւ մյուս երկրների։ Իսկ ինչու պետք է եվրոպական երկրներից հետ մնանք։ Մենք այսօր տնտեսություններ ունենք, որտեղ որ ստանում են 500-ից 600 ցենտներ բերք։ Եղարգունիքի մարզում, Շիրակի մարզում, վաղահաս կարտոֆիլը մենք մշակում ենք մոտավորապես 4000 հեկտարի վրա եւ ամեն տարի ամենանվազագույնը ստանում ենք 400 ցենտներից ոչ պակաս բերք։ Արաջան դաշտավայրում։ Այս տարի ավել մշակվել է 1200 հեկտար վաղահաս կարտոֆիլ նախորդ տարվա համեմատությամբ։ Եվ դա եթե համեմատեք, կտեսնեք, որ համեմատության մեջ մեր այս ցուցանիշը դեռևս ցածր ցուցանիշ է։ Իհարկե դուք համոզեք այսօր մարդկանց թվականակից ելնելով ասում եք այդքան ոնց է օգտագործում, բայց կա միջին բերքատվություն։ Մենք այդ թվերով ենք ուրեմն առաջնորդվում։ Բերքատվությունը մեր մոտ դեռևս ցածր է եւ ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման հնարավորության դեպքում մենք հնարավորություն ունենք ել ավելի բարձրացնելու։ Նույնը վերաբերում է նաեւ բաժար եւ ոստանային մշակաբույսերին, որոնք այդքան էլ բարձր չեն, նաեւ այդ թվում նաեւ պտղին։ Խաղաղագործության առումով ես կասեմ, որ դուք ճիշտ եք, որ նախորդ տարիներին, այո, ձեր ժամանակ, երբ որ աշխատում եք կոնյակի գործանում, այդ ժամանակ հավելագրումներ կային, բայց ամեն տարի դրանք նվազել են։ Եվ այսօր ես չեմ կարող ասել, որ իսպառ վերացել են, սակայն հասել են նվազագույնի։ Իհարկե ես չեմ կարող հիմա բոլոր ուրեմն մթերող կազմակերպությունների փոխարեն այստեղ պատասխան տալ։ Դրա համար մենք մշակել ենք ուրեմն համապատասխան հայեցակարգ եւ առաջիկայում 2017 թվականից ընդունվելու է բոլոր մթերող կազմակերպությունները պետք է հայտարարագրեն իրենց մնացորդները։ Սա արդեն 2017 թվականից կաշխատի։ Այս տարի նաեւ Սննդանվտանգության ծառայությունում մենք ուրեմն իզոտոպների որոշման սարքավորում ենք ձեռք բերել 560,000 եվրո արժողությամբ եւ հնարավորություն կունենանք արդեն տարանջատելու այն կոնյակը, որը իսկապես պատրաստված է խաղողից եւ այն կոնյակը, որը շաքարից են պատրաստում, որը դեռևս մեր երկրում այո կա որոշակի այդպիսի դեպքեր։ Նախ անմիջապես ճշտեք, որ ասում եք, երբ որ աշխատում եք կոնյակի, ինձ նկատի չունեք, կոնյակ գործան նկատի չունեք, որ ավելագրումները մյուս ընկերությունները նկատի ունեն։ Այո, մյուս ընկերությունները, լավ։ Տեսեք, ես ձեզ ինչ եմ հարցնում, պարոն Կարապետյան։ Երկիրը ուզում է կոռուպցիայի դեմ պայքարի։ Այն որ գյուղատնտեսությունում աճ կա, դա լավ է։ Այստեղ չկա մարդ, բոլորը որ քննադատած չլինի, ասի Բագրատյանին, ասի Բագրատյանական հողային բարեփոխումը։ Եվ եթե հողային բարեփոխումը հասել է բուսաբուծության ոլորտում 3 անգամ արտադրության ավելացման, միայն ես ուրախ կլինեմ։ Ստացվում է մենք հերոս ենք։ Բայց ինձ դրամաբանությունը բացատրեք։ Մենք այն ժամանակ խաղողը ստուգեցինք եւ տեսանք խայտարակ ձևով խաղողը թվերը կազմվում։ Վիճվարությունը 2001-2002 թվին փախավ վիճվարությունը, շատ մեծ պատմություն էր, եկավ ինքը նույնիսկ սեսիայում հանդես եկավ ուրիշ բան պատմեց, պարզապես խաբելով ասելով ձեր ներկայացուցիչ չեկավ, փախան, ու հասկանալով, որ այդքան խաղող չկա, 2 անգամ պակաս է թիվը, ընդ որում 2 անգամ պակաս թիվը 160-170 հազար տոննա շատ մեծ թիվ է Հայաստանի համար, բայց ես ձեզ ինչ եմ ասում, եղբայր, բուսաբուծության արտադրանքը ոչ թե առկա, այլ մշտական, թվային, բալանսային, այսպես ասած, բնակչության նկատմամբ 2.998.600 ման, կազմում է 1149 կիլոգրամ տարեկան։
540 կիլոգրամ էլ արվում է անաստաբության արտադրանք, ասենք միսը գրում ենք 100,000 տոննա, մենք գրում ենք մոտ 600,000 տոննա կաթ, մենք գրում ենք 600 միլիոն հատ, 610 միլիոն հատ ձու եւ այլն, պանիր եւ այլն։ Լսեք, արեց 1600 կիլոգրամ մեկ շնչին։ Եթե դուք պնդում եք, որ այդ արտադրությունը կա, ես էլ պնդում եմ էլ խրախուսում արտադրությունը։ Սա գյուղատնտեսություն է։ Սա ունի հագեցման աստիճան, սրա էլաստիկությունը մեկին հավասար։ Եթե չխրախուսենք, պարոն Բագրատյան, այսօր չէինք Թողեք ասում ցուցանիշներին։ ավարտեմ թողեք, էլի։ Թողեք ավարտեմ։ Սա գյուղատնտեսություն է, սա սպառնուցի է, հաճույք չի, ֆիլմ նայել չէ, որ կարելի է 2 ժամատեղը 10 ժամ նայել։ Պանիր կարելի է ուտել, օրը ասենք 150 գրամ։ Հաց կարելի է ուտել եւս 200 գրամ։ Միս կարելի է ուտել 200 գրամ։ Ավելի էլաստիկությունը մեկը գիտեք։ Սնունդը։ Մեզ է սնունդը ոնց է պետք 1600 կիլո ուտել կլինի։ Մեկ շնչին ընկնող, արտադրանք։ Հասկանում եք, ես ես լուրջ հարց եմ բարձրացնում։ Ես էլ չեմ պատասխանում։ Ես ուզում եմ, որ դուք ինձ պատասխանեք, հետևել ենք, 760,000 կարտոֆիլից ես քննա մնացել։ Հարցնում եմ Վիժվարդյան, ինչի ես բալանսում գրում 250,000 տոննա կարտոֆիլ, 500,000 տոննան ինչ ալու, պատասխան չկա։ Վերջերս միայն հայտարարեց, որ գյուղատնտեսության վիճակագրությունը ձեր նախարարությունից ինքը ի վերջո վերցնելու է, անցնելու այն վիճակագրությանը, որը գոյություն ունի 90-ականների վերջին։ Որովհետև դուք ձեր մասին չեք կարող վիճակագրություն կազմել, դուք այսօր վիճակագրություն տալիս եք, թողես եք իրան։ Ինքն էլ հայտարարում այդ թվերը։ Ես ուզում եմ ռեալ պատկերը տեսնեմ։ Շատ ուրախացա, որ ասացիք մնացորդները պետք է հաշվառենք։ Օրենսդրական նախաձեռնություն եմ արել, գիտեք, 2 տարի առաջ մերժել եք դուք։ Տենց չի դուք։ Որ մնացորդները հաշվառենք խաղողի գործաների, խաղող մտերդ գործաների, փլուշը, չանչը, ջեջան, պետք է հարկայինը պլոմբի ու ասի այսքանա, որ տեսնի դու մտերել ես, թե չես մտերել։ Ընդ որում, երբ որ փորձնական սկսեցին գործանը, իրար փլուշ, չանչու, ջեջա ծախել, այս գործանը ստուգում էին, այս գործանը չանչու, ջեջան գիշեր անում տանում են այն գործանը, որ ապացուցեն բոլորին, որ նրանք մտերել են այդ խաղողը։ Այդտեղ լուրջ մաֆիա կա։ Լուրջ։ Ես ուզում եմ, որ դուք ասեք, ինչ եք անում սրա համար։ Որ արդյոք պետության ներկայացուցիչը սա անում է։ Ես որ վարչապետը հայտարարում է, պետք է պայքարում հասկանամ ինչ անելու։ Ես իրանելու եմ, ասել անելու ես սա։ Անում եք, խնդրեմ, ասեք, ինչ եք անում։ Ես ասեցի արդեն, պարոն Բագրատյան, որ մենք սարքը տեղադրել ենք եւ սա հնարավորություն է տալիս, որ մենք պարզենք այդ սպիրտը խաղողի բալանսները, որ դուք ասում եք, պարոն Բագրատյան, ես չգիտեմ այդ որտեղից է։ Գալարի նորից դեպուտատ կընտրվեն։ Շատ լավ։ Ուրեմն, պարոն Բագրատյան, այս բալանսները ես ձեզ նորից կներկայացնեմ, ես չգիտեմ այդ բալանսը որտեղ է, կարտոֆիլի բալանսը, բանջարի, ամեն ինչի, ցորենի, այդ բալանսները ես անպայման ձեզ կներկայացնեմ, որ մենք ունենք հաշվարկներ, դուք շատ լավ գիտեք, որ այդ կարտոֆիլի արտադրված կարտոֆիլի մի մասը գնում է սննդի տակ, մի մասը անաստակեր, մի մասը սերն եւ այլն, բավականին մեծ, ավելի շատ, 25%-ից ավելի անաստակեր է, մենք ունենք դա այդ բալանսը հանած։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե մենք այս միջոցառումներ իրականացնած չլինենք, պետական օժանդակության ծրագրերը չլինեին, մենք այս ձեռքբերումները չէինք ունենա։ Ինչ վերաբերում է խաղողի բերքատվությանը, պարոն Բագրատյան, այսօր մենք ունենք 17850 հեկտարի կարգի խաղողի այգիներ, որից անցյալ տարի մենք տեսակ ինչպիսի բարձր բերք ապահովեց խաղողը եւ ունեցած խաղողի ցանկատարություններից մոտարապես 4000 հեկտարը վան սորտի է, որը մենք այսօր գյուղացիական տնտեսությունին խորհուրդ ենք տալիս փոխեք այս սորտերով։ Ապահովում եք 40-ից 50 տոննա բերք մի հեկտարը։ Զարմանալի թվեր չեն սրանք։ Սեզոնի ժամանակ հիմա երբ որ սկսի բերքահավաքը, միասին գնանք այդ դաշտերը ես ցույց տամ։ Կա տեղեր, որ խաղողի 70 տոննա բերք են ստանում։ 70 տոննա։ Սա նույնիսկ մարդիկ կլինեն, որ չեն հավատա, բայց այդպես է։ Իսկ ինչու՞ չի իրավունք չունի։ Այսօր մենք այդ ֆրանսիացին ասում խաղողը փչանում է, բայց մենք չենք ասում դա։ Այսօր գյուղացին ընդամենը ունի 5 հեկտար խաղողի այգի, որից ձգտում ավելի շատ բերք ստանալու, եկամուտները ավել ստանալու համար։